Եգիպտոսի Սինայի թերակղզում ռուսական քաղաքացիական օդանավի կործանումից հետո նախ Մեծ Բրիտանիան, այնուհետև Ռուսաստանը կասեցրել են չվերթները դեպի Եգիպտոս։ Մինչդեռ Հայաստանը, որի համար Եգիպտոսը տուրիստական կարևոր ուղղություններից է, լռություն է պահպանում այս առնչությամբ։ Արտգործ նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը միայն փոխանցեց, որ ուժի մեջ է մնում դեռ հուլիսին նախքան օդանավի վթարը իրենց տարածած հայտարարությունը, որով հորդորում էին հայ զբոսաշրջիկներին Եգիպտոս մեկնելու դեպքում դուրս չգալ հանգստյան գոտուց։ Պաշտոնական այս հայտարարությունն արվել էր, երբ Եգիպտոսի զինուժը օդային հարվածներ եւ ցամաքային գործողություններ էր իրականացրել Հյուսիսային Սինայում։ Այս պահի դրությամբ ուժի մեջ է մնում դեռ հուլիս ամսին արված մեր հորդորը Եգիպտոսում հանգստացող կամ իրենց հանգիստը Եգիպտոսում ծրագրող մեր քաղաքացիներին առայն որ զերծ մնան հանգստի համար նախատեսված գոտիներից դուրս գալուց եւ մնան այդ գոտիների շրջաններում։ Դա է այս պահին մեր հորդորը մեր քաղաքացիներին դա է։ Զվարթնոց օդակայանից դեպի Եգիպտոս ուղիղ չվերթ վաղուց չի գործում։ Ազատությանը փոխանցեց քաղաքավիացիայի մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը ու հավելեց, որ ամանորից հետո նախատեսված է ընդամենը մի քանի չարտերային թռիչք դեպի Շարմ էլ-Շեյխ։ Քաղաքավիացիայի վարչությունը միայն տեղական ավիաընկերություններին կարող է արգելել Եգիպտոսի օդային տարածք մուտք գործել, բայց այդպիսիք չկան, հավելեց Գրձելյանը։ Իսկ տուրիստական գործակալությունների ներկայացուցիչները հիմնականում չնկարահանվելու պայմանով ասում էին, որ հաճախորդներին այս օրերին աշխատում են չառաջարկել Շարմ էլ-Շեյխ եւ Հուրգադա ուղությունները։ Առհասարակ այս թեմայով նրանք նույնպես լուռ էին։ Գործակալություններից մեկի ղեկավար Լուսինե Ավետիսյանն ասում է, անցյալ տարվա այս ժամանակահատվածի համեմատ Եգիպտոսի զբոսաշրջային փաթեթի նկատմամբ պահանջարկը նվազել է 50-ից 60%-ով։ Հաշվի առնելով վերջին դեպքերը A321-ի հետ կապված, բավականին շատ արդեն նվազել է հարցումները կոնկրետ Եգիպտոսը եւ մոտակա օրերին եւ ամանորի համար։ Չնայած նրան, որ Հայաստանից կար արդեն չարտերներ դրված, առաջարկները արվում էր, մարդիկ այն, որ արդեն դիմել էին, ամրագրումներ արել են, հիմա արդեն փորձում են հետ կանգնել իրենց որոշումից, չնայած եգիպտական կողմից կամ մեր գործընկերների կողմից առայժմ ոչ մի խնդիր չեն առաջ բերում, որ կարելի է դադարեցնել կամ չեն կազմակերպվում։ Դեպի Եգիպտոս նախապես գնված տոմսերը վերադարձնողներին այս տուրիստական գործակալությունն առաջարկում է ուղևորվել Արաբական Էմիրություններ եւ Հորդանան։ Եգիպտոսում այս պահին հանգստացող հայ զբոսաշրջիկները զանգահարում են գործակալություն ու պատմում, որ այլ երկրների տուրիստներին տարհանում են։ Այս պահին մենք ունենք ուղևորներ, որոնցից լսեցինք, որ գիտեք, կա խնդիրներ Ռուսաստանի քաղաքացիների հետ կապված, Մեծ Բրիտանիայի քաղաքացիների, որ տարհանում կա, բայց կոնկրետ մեր քաղաքացիների հետ կապված ոչ մի խնդիր այս պահին չկա այնտեղ, մենք միշտ իրենց հետ կապի մեջ ենք։ Չնայած այս ամենին, Facebook սոցիալական ցանցում տուր օպերատորներից շատերը կրկնակի ցածր գներով շարունակում են զբոսաշրջային փաթեթներ առաջարկել դեպի Եգիպտոս։